Սատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են ավագ շաբաթվա շաբաթօրը եւ ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվեց Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագը, որով վերջացավ Սատկին նախորդած 7 շաբաթ տևած մեծ պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունեցին Քրիստոս հարյավի մեռելոց ավետիսով եւ ստացան, որ նյալ է հարությունը Քրիստոսի պատասխանը։ Շամերգություն տեղի ունեցավ եւ պատարագ մատուցվեց բուն զատկական կիրակի օրը։ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ Մայր եկեղեցում Հիսուսի հարության պատարագը մատուցեց թեմակալ առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։ Պատարագի ավարտին Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում Զատկի տոնը համախմբել էր թե երեխաներին, թե մեծահասակներին, լցնելով օրը ուրախությամբ։ Սպասված 40-օրյա, 48-օրյա պահքից հետո մենք յուրաքանչյուրը սրտի թրթիռով սպասումով, հոգու ներքին զգացումով լի առատ աստվածային օրհնություններն ընկալելու ակնկալիքով Տիրոջ տաճարում ենք։ Եվ ամեն մեկս լցված ենք մի կարևոր հանգամանքով, որ հարության իրավիճակը, հարության տոնը ինքնին նոր մարդ դառնալու, ինքնին նաև մեկ դառնալու, մի ամբողջական դառնալու, մեկ սիրտ, մեկ հոգի իրավիճակ։ Օրվա տոնական տրամադրությունը ժողովրդական երգերով, բարերով ու խաղերով շարունակվեց։ Զատիկը նշում եմ երեք տեղի ոնց Ռուսաստան, Հնդկաստանում կաթոլիկ եւ Հայաստանի, քանի որ ես առաքելական եկեղեցին եմ պատկանում, աղջիկս Գյումրիում է կնքվել, ինքը կաթոլիկ եկեղեցին է պատկանում։ Մեզ համար շատ կարեւոր է, սկսել ենք երեկոյանից նշել, ընտանիքով եկել ենք եկեղեցի, այդ ընտանիքով, բարեկամներով, այսօր շարունակում ենք տոնը նշել, մենք շատ սիրում ենք այս տոնը։ Ալեգրանն էլ է շատ սիրում, մենք շատ սիրում ենք այս տոնը։ Ունի ժամանակ ամենաշատը որ բախն ես սիրում։ Որ ձվով խաղում ենք իրար դեմ։ Ձվով խաղացել եք դու ընտանիքում։ Եվ ով է հաղթել։ Մամաս ու ես։ Ամենասիրելի գույնը, որով ներկում եք դու, որն է Ալեգրան։ Կապույտը։ Ինչի հենց կապույտ։ Որովհետև երբ մենք ներկել ենք մուգ գույն էր կապույտը։ Հիմա այստեղ հետաքրքիր է քո համար։ Հա։ Ինչն է հետաքրքիր, ինչ ես մասնակցել օրվա ընթացքում։ Նայել եմ բարերը ոնց էր բարում։ Փորձել ես ինքդ էլ բարել։ Հա։ Եկեղեցու բակում տեղադրված տաղավարներում ներկայացված էին Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտական ազգային կենտրոնի, Թեմի տուն սոցիալ-կրթական կենտրոնի սաների 7 վարպետների ձեռքի աշխատանքները։ Վարպետաց դասերով ներկում ենք ձվիկներ, հայկական մանրանկարչության նախշազարդումներով, հայկական ասեղնագործության վարպետաց դասեր եւ հայկական գործ կարպետի դաս։ Հիմնականում մենք այնպես արեցինք, որ ոչ թե մեր սաները մասնակցեն, այլ այստեղ հյուրընկալված, այստեղ հույր եկած երեխաները եւ ինչպես տեսնում եք, բաց չի ստացվել իրենց մոտ։ Ասում ենք զատիկա, ձուն պետք է կարմիր ներկվի, ինչու՞ չէ թող կարմիրել ներկվի, կապուտել ներկվի եւ այս ձվի համար նաեւ այս երեխաները դիզայն են անում։ Իմաստը, ասենք, հիմնական իմաստը ձվի, կարմիր գույնի եւ այս ժամանակակիցը, ոնց որ համատեղում է, սա միաժամանակ եւ դիզայն է, եւ զբաղմունք է, եւ ձևավորում է, ինչու՞ չէ, նաեւ գեղեցկություն է։ Ձեռագործ աշխատանքների, քանդակագործության, կավագործության, դարբնության գաղտնիքներով էին մասնագետները կիսվում ցանկացողների հետ։ Ուղ պահում ես, քաշում ես, ինչե վերջ։ Դեվեկցիա հետ։ Տեսա ինչքան սիրուն է, հատ։ Գորգագործության տաղավարն էլ առանձնանում էր իր օտարերկրյա գորգագործ սաներով։ Моя старшая дочь занимается ковроплетением. Мне очень понравилось это творчество, и я стала учиться у нее. Занимаюсь этим уже 2 года. Հայ ընտանիքներում Զատկի տոնի խորհուրդը, ավանդական ուտեստները անպայման պահպանում են։ Եկեղեցի են այցելում եւ իրենց աղոթքը հողում առ Աստված։ Իմ ամենասիրելի տոներից մեկն ընդհանրապես բոլոր եկեղեցական տոները ես շատ եմ սիրում եւ գրեթե միշտ մասնակցում ենք տարբեր առիթներով, թե ցուցահանդեսներով, թե վարպետաց դասերով, բայց Զատիկը մնում է Զատիկ յուրահատուկ։ Գնամ տուն, առավոտյանն եմ ներկել, երեկոյան չհասցրեցի ձվիկները ներկեմ, առավոտյան եմ ներկել, կգնամ թորներս, աղջիկս
թորնիկս, ծորնիկներից հետ կճաշեմ երևի, ինչպես ընդունված է բոլորի մոտ, Զատիկյան ձուկը, չամչով փլավը, մեր ներկա ձվերը եւ այլն։ Ցանկացած տոն հաճելի է նշել, որը ուրախություն, բարություն, խաղաղություն է բերում հատկապես հայոց աշխարհին, որովհետեւ մենք շատ զրկանքներ, տառապանքներ ենք տեսել։ Աստված որ սրանից հետո ամեն ինչ լավ, բարությամբ լեցուն, հաղթանակներով լեցուն եւ Հայաստանը լինի բարձրակներում։ Մեր ընտանիքում ինչպես ձու ենք, ինչպես հարկն է ներկում, ցոր են աճեցնում, ձուկը, պարտադիր պետք է սեղանի լինի, պլավը, եւ իհարկե աշխատում ենք մեր տրամադրությունը լավ լինի, բարությամբ լեցուն։ Ես միշտ գտնում եմ, որ բարությունը պետք է արտահայտվի։ Ամբողջ աշխարհի խաղաղություն եմ ցանկանում։ Մեր երիտասարդներին երկար կյանք, Հայաստանին էլ հարատև բարգավաճում։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև ազգային ավանդական պարեր։ Փոքրիկներն ու երիտասարդները խանդավառությամբ միացան չարխափան, ծիսական եւ ռազմական պարերին ու պարուսուցմանը։ Վանաձորում կարծես թե 4-րդ անգամ ենք լինում, տաղավար տոներին կամ եկեղեցական տոներին ենք լինում։ Մեր նպատակն է ազգային մշակույթի կենցաղ վերադարձը, ու այդ նպատակով մենք շրջում ենք Հայաստանով մեկ, ու մարդկանց սովորեցնում ենք ազգային պարեր, երգեր, խաղեր ու ծեսեր ու փորձում ենք իրենց հաղորդակիցը դարձնել մեր մշակույթին։ Քրիստոս հայրավ իմերելոց։ Տոնական ծրագրի կարևոր հատվածներից էին նաև զվարճալի խաղերը։ Երեխաները մեծ ոգևորությամբ մասնակցեցին ձվախաղերին, հատկապես ձվակռվին, որը Զատկի ամենասիրված ավանդույթներից մեկն է։ Միջոցառման ընթացքում բոլոր ներկաները հնարավորություն ունեցան զգալու Զատիկի իրական խորհուրդը՝ սեր, հույս եւ նոր կյանքի սկիզբ։ Տոնը դարձավ ոչ միայն գեղեցիկ միջոցառում, այլ նաև միավորող ու ոգեշնչող առիթ։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։